Դեղերից տեղում գործում։ Այս կարգը գրանցում գործակալական նաև արդեն աշխատանքության սարքատունը այստեղ գործել գործակալական աշխատանքներում Հիմա դուք ինչ եք անում։ Ինչո՞վ եք զբաղվում։ Շնորհակալ հազարդատեսակների ներմուծման Այդ թույլտվությունները Ինքնման փորձարկնվում է գասաստատ թույլտվությունները։ Բաղաշապետ արտադրություններն է դիտարկում, նաև Հայաստանի ունիվերսիտետում։ Հայաստանի Այսինքն որ իրանց ձեռքբերողները ձեր միջոցով վերահսկում։ ովքեր որ ուզում են գրանցեն Հայաստանում եւ ԵԱՏՄ երկրներից որևէ մեկում պարտադիր պետք է պատշաճ արտադրության գործունեության սերտիֆիկատորները։ Մենք մի քիչ կարգավորումներ այնպես ենք արել, որ մրցակցային դեր ունենանք ԵԱՏՄ գրանցողների շրջանակում, նախ ժամկետների առումով փորձում ենք հայտերի բավարարման ավելի սեղմ ժամկետներ առաջարկենք եւ գնային քաղաքականությունը։ Սա արդեն դերերի գրանցման բաժինն է։ Այսինքն որ դեղերը գրանցվում են Հայաստանում, այստեղ գրանցում։ Գրանցվում են, հետո երբ որ մենք ուտում են, էլի այստեղ են անցնում, արդեն հավաստում ենք, որ գրանցված է։ Համապատասխանում է գրանցման Այստեղ ստանդարտներն են պատմում։ Ստանդարտներ եւ ստացված նմուշներ դեղերի գրանցման համար այստեղ բոլորը նմուշներն են ամբողջովին Այսինքն սա միջուզել է։ Հա, ուիկը եւ այստեղի բոլոր սարքերը ամբողջությամբ նոր են։ Այստեղ իրականացնում են ծույլություն դեղերի, որը շատ կարևոր ցուցանիշ է որակական, որպեսզի հասկանանք արտադրողի կողմից տրված լուծելիության ժամանակը արդյոք նշված ժամանակում լուծվում է, թե չէ։ Այս կշմասենյակն է, որը լաբորատորիան պետք է առանձնացված լինի, որպեսզի վիբրացիաներ չլինեն, հատուկ սեղաններ, այսպեսի հաստ քարերով, որպեսզի քայլելը, բոլոր կողմնակի ազդեցությունները կշռման վրա անճշտության էֆեկտ չունեն։ սա մետրո նմուշապատրաստման սենյակներից մեկն է, ու այս քարշիչ պահարանները ևս քիմիապես-կայուն լաբորատոր կահույքի մաս են եղել։ Սա գազային քրոմատագրման սենյակն է, երկու գազային քրոմատոգրեր ունենք, նաև մյուսը մաս սպեկտրաչափման, դեղ արտադրողների եւ 90%-ից ավել ունենում են հենց նմանատիպ միջազգային սարքավորումներ եւ մեր համար է շատ կարեւոր է նմանատիպ սարքեր ունենալ, որպեսզի տվյալ մեթոդի վերարտադրումը մեր լաբորատորիայում շատ ավելի հեշտ լինի ստացվեր առանց խնդիրների։ Մեր լաբորատորիան ամերիկյան հիմնական մեթոդների մեծ մասը հենց է սարքավորումներով են իրականացվում։ Ունենք նաև մաս սպեկտրաչափման մեթոդի, նաև մաս սպեկտրաչափման։ Սա մեզ մոտ ատոմային սպեկտրաչափ է, որը թույլ է տալիս նյութերի էլեմենտար անալիզ իրականացնել միկրոտարի եւ ծանր մետաղների։ Հանրապետական լաբորատորիայի կարգն, որը ինչպես երեկատվական համակարգ, կառավարման համակարգ էլեկտրոնային, սա նույնպես Հայաստանում միակն է։ Դրական ճշմարան մեկուսիչը, իզոլյատորը, որը որպես թույլ է տալիս ցանկացած միջավայրում, սենյակը հիմա մեր մոտ է սենյակը դասակարգված չի, հատուկ աստիճան չունի, բայց այս սենյակում դասակարգված ունենք մաքուր ստերիլ միջավայր, որտեղ կարողանում ենք անսխալ առանց կողմնակի ազդեցությունների ենթարկված հետազոտություններ անել ստերիլության տեստի վերաբերյալ։